Բարի երեկո, հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Կառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով կհամաֆինանսավորվեն սուբվենցիոն ևս 27 ծրագրեր, Հայաստանը կունենա նոր դեսպանատուն Օմանի Սուլթանությունում, առաջիկայում նաև Հունգարիայում։ Որոշումները կայացվել են կառավարության այսօրվա նիստում։ 17 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար կառավարությունը կտրամադրի 1 միլիարդ 682 միլիոն դրամ։ Այս որոշման ընդունմամբ արդեն 2025 թվականի պետական բյուջեից ընդհանուր համայնքներին ֆինանսավորվում է 4 միլիարդ 75 միլիոն դրամ 2025 թվականի ընթացքում։ Ավանդույթի համաձայն Նիկոլ Փաշինյանը թվարկեց համաֆինանսավորվող ավարտված եւ ընթացքի մեջ գտնվող այդ ծրագրերը։ Հաջորդ նախագծով առաջարկվեց կարգավորել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացքում առաջացած որոշ հարցեր։ Ըստ այդմ առաջին կետով կհստակեցվեն սոցիալական ծախսերի դիմաց փաստացի վճարումն այլ անձի, օրինակ ընտանիքի անդամի կողմից կատարվելու դեպքում սոցծախսերը փոխհատուցելու դրույթի կիրառության ժամկետները։ Սահմանվում է, որ 24 թվականի հունվարի 1-ից մինչև 25 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը վերադարձվում են նաև, եթե դրանք կատարվել են այլ անձի կողմից, սակայն հայտարարատուի միջոցներով։ Այս ժամկետից հետո կատարված սոցիալական ծախսերը վերադարձվելու են, եթե դրանք անմիջականորեն կատարվել են հայտարարատու ֆիզիկական անձի կողմից։ Երկրորդ խնդիրը ծագել է այն դեպքում, երբ գործատուն առողջության ապահովագրական պայմանագրի կողմ է, սակայն շահառուներն այդ գործատուների աշխատողներն են։ Այս դեպքում ապահովագրական վճարը կատարվում է գործատուի կողմից, որից հետո գումարը փոխհատուցվում է աշխատողի միջոցներից։ Սրանով հնարավորություն է տրվում այս դեպքում վերադարձնել սոցիալական ծախսի գումարները։ Խնդիր է ծագել նաև այն դեպքում, երբ համայնքների պատվերով համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները մատուցում են կրթական ծառայություններ, որոնց համար հայտարարատու ֆիզիկական անձինք համայնքի բյուջե են վճարում տեղական վճար, օրինակ համայնքային մանկապարտեզների վճարները։ Հնարավորություն է տրվում, որ հաշվարկային փաստաթղթերը համայնքների անունից դուրս գրեն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշման նախագծով շարունակվում է ընդհանուր հայտարարագրման հետ կապված գործընթացի լավարկումը։ Այս համոզմունքը իմ մոտ առաջացել է Էստոնիա կատարած այցից հետո, որ միևնույն այդ բանաձևը ինքը ճշգրիտ է, որ ցանկացած բարեփոխում պետք է գնա իր խնդրին հանդիպի, որպեսզի այդ խնդրը լուծվի։ Երկուշաբթի օրվա դրությամբ Հայաստանի 37737 քաղաքացի համընդհանուր նոր հայտարարագրման համակարգով հայտարարագիր է լրացրել։ Նրանցից 17000-ը պետք է ստանան սոցիալական կրեդիտ։ 16271-ը արդեն ստացել են սոցիալական կրեդիտները եւ ընդհանուր առմամբ պետական բյուջեից քաղաքացիները ստացել են 1 միլիարդ 482 միլիոն դրամ։ Գեներացվել է 1 միլիարդ դրամի հարկ։ Էստոնիայում 2002-ից նույնականացման քարտ ունենալը պարտադիր է, հայտարարագրումը ևս, իսկ թվայնացումն այդ երկրում տևել է 30 տարի, ասաց վարչապետը, արձագանքելով այն քննադատություններին, թե Հայաստանում թվայնացման գործընթացը երկար է տևում։ Եթե քաղաքացիների շոշափելի տոկոսը չունի ID քարտ, երկրում թվայնացումը հնարավոր չի, դա բացառված բան է։ Ապրիլի 30-ի դրությամբ ստացվել է 96900 դիմում նույնականացման քարտ տրամադրելու հետ կապված եւ արդենից տպագրված է 81900 նույնականացման քարտ։ Սրանք ընդամենը 8 եղած դիմումներն են։ Եթե ընդհանուր հանրագումարով նայենք, ստացվում է, որ շուրջ 151000 անձ ըստ էության կամ արդեն իսկ ստացել է գերակշիռ մասը ստացել է նույնականացման քարտ, կամ սպասում է իր հերթին, որպեսզի կարողանանք քարտերի տպագրությունն իրականացնել։ Արփինե Սարգսյանն ասաց, որ այսօր օրական շուրջ 1000 նույնականացման քարտի սպասարկում է հնարավոր անել, բայց առաջիկայում տպագրության օրական ծավալը կկրկնապատկվի։ Կառավարությունը ձեռք է բերել 2 նոր տպագրական սարքերի համար նախատեսված լազերային համակարգ, որը թույլ կտա նույնականացման քարտերի ավելի արագ տպագրություն իրականացնել, ըստ այդմ թողունակությունն ավելի մեծացնելով։ Անդրադառնալով նույնականացման քարտերի հետ կապված գործընթացին եւ հայտարարագրման համակարգի ու մյուս ծրագրերի հնարավոր հետաձգումների մասին խոսակցություններին, վարչապետը հայտարարեց հետեւյալը. Այս պահին ինչ ուժի մեջ է, ոչ մի բան, այլևս ոչ մի հետաձգում։ Որ նախարարը եկավ ասեց հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի։ Ասում եմ ամենայն լրջությամբ, չգաք ասեք հետաձգենք։ Չկա հետաձգում։ Այս տարվա մարտին արձանագրվել է 782100 աշխատատեղ, որը 2024-ի մարտ ամսվա համեմատ ավելի է 41000 աշխատատեղով, հայտարարեց վարչապետը նկատելով. ամենևին բացառված չէ, որ այս գործում որոշակի դեր է ունեցել համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Հաջորդիվ կառավարությունը հաստատեց Ասիական զարգացման բանկի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը վարկի տրամադրման համար համաձայնագիրը վավերացնելու որոշման նախագիծը։
Նախարար Խուդատյանը նշեց, որ ծրագիրը վերաբերում է առանցքային կարևորություն ունեցող Հյուսիս-Հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի մի ենթահատվածին, որի ընդհանուր արժեքը 335 միլիոն եվրո է, եւ որից 236 միլիոնը համաֆինանսավորվելու է Ասիական զարգացման բանկի հետ այս համաձայնագրի շրջանակում։ Նախատեսում ենք այստեղ կառուցել 27.1 կիլոմետր երկարությամբ ճանապարհ, որտեղ կան մի քանի թունելներ եւ նաեւ բազմաթիվ կամուրջներ, ինքը ընդհանուր առմամբ 11 մետր լայնություն ունեցող ճանապարհահատված է 3 երթևեկելի գոտիներով եւ որի ավարտին մենք նախատեսում ենք այս հատվածում երթևեկությունը գոյություն ունեցող 50 կմ/ժ-ի փոխարեն հասցնել մինչեւ 100 կմ/ժ, ինչը շուրջ 1.5-2 ժամ այս ճանապարհահատվածի տևողությունը կկրճատի։ Նախատեսում են ծրագիրն ավարտել 2033 թվականի նոյեմբերին։ Զգացողություն ունեմ, որ հյուսիս-հարավի հետ կապված մեր պլանները ոնց որ թե արդեն գոնե 70-80%-ով առարկայանում են եւ արդեն իսկ կարծես թե ունենք շանս լրջագույն եւ վերջնական իրագործման փուլ մտնել։ Չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված որոշման նախագծով էլ Օմանի Սուլթանությունում դեսպանատուն բացելու համար Պաուստային ֆոնդից արտաքին գործերի նախարարությանը շուրջ 52 միլիոն դրամ կհատկացվի։ Վարչապետն ասաց, որ Հայաստանի դեսպանատների ցանցն աշխարհում ընդլայնվում է, ինչը կարևոր է մեր երկրի բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության կիրառման տեսակետից ու Հայաստանի միջազգային տեսանելիությունը մեծացնելու առումով։ Արադ Միրզոյանն էլ տեղեկացրեց, որ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում Հայաստանը նաեւ դեսպանություն կունենա Հունգարիայում, Բուդապեշտում։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ փրկարար ծառայության զարգացման տեսլականը կարևոր է ներքին գործերի նախարարության բարեփոխումների շղթայի ամբողջականացման շրջանակում եւ ներկայացրել հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծումները։ Անդրադարձ է կատարվել նաեւ փրկարար ծառայության նոր կառուցվածքին, Երևանի եւ մարզային փրկարար վարչության տիպային կառուցվածքին։ Մասնավորապես քննարկվել են արտադրական վտանգավոր օբյեկտների պարտադիր ապահովագրման գործընթացին, միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է աշխատանքներ իրականացնել արտադրական վտանգավոր օբյեկտների պարտադիր ապահովագրման գործընթացի ուղղությամբ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշկենտում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի փոխվարչապետ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Ջամշիդ Կուչկարովի հետ։ Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի եւ Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները եւ հեռանկարները։ Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումները։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստանի կառավարության կողմից ներկայացված խաղաղության խաչմերուկ նախաձեռնության շուրջ եւ ընդգծվել է դրա կարեւորությունը տարածաշրջանում հարատև խաղաղության եւ կայունության հաստատման տեսանկյունից։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերանտիին։ Սրփուի Գալյանը ներկայացրել է արդարադատության նախարարության բարեփոխումները սահմանադրական դատաիրավական կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտներում։ Դեսպանը նշել է, որ պատրաստ են քննարկել համագործակցության հնարավոր տարբերակները վերոնշյալ ոլորտներում։ Երկուստեք կարևորվել է արդարադատության ոլորտի թվայնացումը, որը ներկայումս նախարարության առաջնահերթություններից մեկն է։ Կողմերը քննարկել են նաեւ Եվրամիության հետ վիզաների ազատականացման ոլորտում համագործակցության հնարավորությունը։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը։ Գեգամ Գևորգյանի տեղեկացմամբ հանձնաժողովը պետական մարմիններին տվել է 5 նախազգուշացում։ Հանձնաժողովի նախագահը նաև խոսել է մի շարք ոլորտներում գերիշխող դիրքի չարաշահման հիմքով հարուցված վարույթների, ինչպես նաև տնտեսվարողների նկատմամբ կիրառված տուգանքների մասին։ 2024 թվականի ընթացքում 3 միլիարդից ավելի տուգանքի հանձնաժողովը նշանակել է, սա աննախադեպ մեծ թիվ է եւ եթե վերցնեք ամեն տարի բացառություն է կազմում բնականաբար 2020 թվականը, որտեղ հաշվի առնելով հայտնի հանգամանքները մենք այլ ֆունկցիաների վրա ենք շեշտադրումը կատարում եւ ուսումնասիրությունների քանակը եւ պրոցեսների քանակը եւ վարույթների քանակը ամեն տարի պրոգրեսիա է ենթարկվում եւ օրինակ 2024 թվականին 3 միլիարդ 46 միլիոնից մի փոքր ավել տուգանք է նշանակվել, իսկ բյուջե մուտքագրված գումարը եղել է 1 միլիարդ 124 միլիոնից մի փոքր ավել, դա չի նշանակում մնացածը չի մուտքագրվել, ուղղակի տնտեսվարողները ժամանակ ունեն, կարա տուգանքը լինի տարվա վերջում, կարա լինի դատական բողոքարկում
եւ այլն, բայց այդ դինամիկան աճող է եւ մի հետաքրքիր տվյալ ասենք, նաեւ աճում է դինամիկան մեր թվայնացված պլատֆորմի այցելությունների քանակը։ Մենք դա էլ ենք հաշվեցինք, թվայնացրեցինք, բիզնեսին տվեցինք հնարավորություն թվային տիրույթում մեր հետ շփվել, անձնական շփումները բացառելու, ավելի թափանցիկ եւ ավելի հեշտ վարչարություն անելու համար եւ արդեն մեր այցելությունների քանակը 100,000-ին է մոտենում, ինչը մոտ 3 անգամ, 2.5 անգամ ավել է, քան 2022 թվականին։ Դրա վրա մենք բավական մեծ ուշադրություն եւ ջանք ենք թափում։ Հիմա արդեն նախատեսվում է սպառողների նոր պլատֆորմի ստեղծումը, սպառողների միջազգային օրվա նվիրված ներկայացրեցինք նաև սպառողի բողոքի օգնական հարթակը, որտեղ յուրաքանչյուր սպառող այսուհետ կարող է on-line տիրույթում իր բողոքը հասցեագրել բիզնեսին, մենք կօգնենք լրացնել այդ բողոքը, եթե նման խնդիր լինի, եւ այդ բողոքը ուղի գնում է դեպի բիզնես, տնտեսվարողը ինքը պատասխանում է այդ բողոքին, բավարարում է, չի բավարարում, սպառողը դրանից հետո եթե արձագանք է տալիս, որ չի բավարարվել իր բողոքը, նախատեսվում է, որ այդ բողոքը գնա հասարակական կազմակերպությունների, որոնք 2026 թվականին նաև կակրեդիտացվեն մեր կողմից, սպառողների շահերի պաշտպանությամբ հասարակական կազմակերպություններից, եւ եթե հասարակական կազմակերպությունը լուծում է խնդիրը, ապա լուծվում է, չի լուծվում խնդիրը, ուրեմն արդեն հանձնաժողովը կորոշի ստեղ հանրային շահի առկայություն եւ գործողություններ կատարել։ Ինչ է տարի դա մեզ, վարչարություն են քչեցնում, երկրորդը մենք մտածում ենք, որ եթե խնդիրը օրգանիկ է, կա իրականում խնդիր, կարծում ենք այս համակարգի միջոցով ուղղորդված բողոքների մեծ մասը հենց իրանք տնտեսվարողները կամովին կլուծեն։ Երրորդ, սրանով սկսում է ռիսկի պրոֆիլը աշխատել, այսինքն ոլորտով, տնտեսվարողով, խնդրի մեծությամբ, հանրային նշանակությամբ ռիսկի պրոֆիլ է աշխատելու, այս ամեն ինչ խոսնում, դա լինելու է թվային տիրույթում, թվայնացված, մենք արդեն տեխնիկական պահանջ, այսպես ասած, ներկայացրել ենք թվայնացման խորհրդով հաստատվել է եւ կարծում եմ կարճ ժամանակում կունենանք, իսկ մինչ այդ սպառողը կարող է օգտվել հենց այս սպառողի օգնական հարթակից, ուղղակի ռիսկի պրոֆիլը մեր մոտ ձևավորվում է մի քիչ արդեն ոչ ձեռքով է հիմա կատարվում, ինչով մենք դա կթվայնացնենք։ Ավարտվեց հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք նոր տեղեկատվությամբ։
Երկու միջուկային գերտերությունների միջև աճող ուժային առճակատումը սպառնում է ողջ մոլորակի կայունությանը։ Պակիստանի տեղեկատվության նախարար Աթալու Աթարարը հայտարարել է, որ կան հետախուզական հավաստի տվյալներ, որոնք ապացուցում են, որ մոտակա 24 ժամվա ընթացքում Հնդկաստանի զինուժը անցնելու է լայնածավալ հարձակման ու պատերազմը անխուսափելի է։ Նրա խոսքով Պակիստանը պատրաստ է արժանի հակահարված տալ։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, միջուկային զենքի կիրառման հավանականություն կա։ Արդեն 6 օր է, ինչ Պակիստանի ու Հնդկաստանի սահմանին լոկալ մարտեր են տեղի ունենում, հիմա արդեն կա վտանգ, որ այդ ամենը կվերածվի գլոբալ ռազմական գործողությունների, Պակիստանում հայտարարել են, որ 17 գրոհայինի են ոչնչացրել, որոնք կապ են ունեցել Հնդկաստանի հետ։ Հնդկաստանում հաստատում են, որ հարվածներ են հասցնում Պակիստանի տարածքին, բայց պնդում են, որ նախաձեռնողը Պակիստանն է, այսինքն կողմերը միմյանց են մեղադրում։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրան Մոդին հայտարարել է, որ զինվորականներին տվել է բոլոր լիազորությունները տեղում օպերատիվ որոշումներ կայացնելու։ Այսինքն, եթե պետք է ռազմական գործողություններ սկսելու, այդպիսի իրավասություններ զինվորականները, գեներալները ունեն։ Հիշեցնեմ, ամեն ինչ սկսվեց անցած երեքշաբթի օրը, երբ ամենայն հավանականությամբ Պակիստանի հետ կապ ունեցող գրոհայինները Հնդկաստանի տարածքում 26 օտարերկրացի զբոսաշրջիկի են սպանել։ Ի պատասխան Դելին որոշ տնտեսական, դիվանագիտական, քաղաքական կոշտ քայլերի գնաց, այդ թվում այդպիսի լուրջ տնտեսական գործիք օգտագործեց, ինչպիսին է Հինդոս գետի հոսքը փոխելը, այսինքն Հնդկաստանի տարածքից ջուրը դեպի Պակիստան այլևս չի հոսում, ինչը լրջագույն հարված կարող է լինել Պակիստանի տնտեսության համար։ Իսլամաբադում դա անվանել են պատերազմական գործողության դրսևորում եւ հայտարարել են, որ ազատ են պատասխան քայլ ընտրելու հարցում։ Ասեմ, որ Հնդկաստանի ու Պակիստանի միջև նման առճակատումները բավական հաճախ են տեղի ունենում, վերջին նման լայնամասշտաբ առճակատումը 19 թվականին էր եւ այդ ժամանակ կողմերը անգամ փոխանակվել են հրթիռային հարվածներով, կիրառել են թևավոր հրթիռներ։ Այս անգամ իրավիճակը կարող է ել ավելի լուրջ հետևանքներ ունենալ, համենայն դեպս այդպիսի տպավորության համար որոշ հիմքեր կան։ Դե գիտենք, որ երկու պետություններն էլ միջուկային զենք ունեն եւ Պակիստանի պաշտպանության նախարարը Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երեքշաբթի առաջին օրը չի բացառել, որ Պակիստանը միջուկային զենք կօգտագործի Հնդկաստանի դեմ։ Բայց մի կարևոր հանգամանք, մինչ վերջերս միջուկային զենքի առկայությունը ոչ այդքան կոնֆրոնտացիայի հիմք է հանդիսացել, որքան հակառակը զսպող դեր է եղել։ Այն բանից հետո, երբ Հնդկաստանը եւ Պակիստանը միջուկային զենք ունեցան, սահմանային միջադեպերի քանակը կտրուկ նվազել է։ Այսինքն կողմերը պատասխանատվությամբ են վերաբերվում խնդրին, գիտակցում են, թե ինչ մասշտաբի հետևանք կարող է լինել եւ ավելի զուսպ են այդ տարածքային սահմանային վեճերում միմյանց նկատմամբ։ Հուսով եմ, որ այս անգամ եւս այդ պատասխանատվությունը կողմերը կդրսևորեն եւ թույլ չեն տա իրենց քայլեր, որոնք կարող են միջուկային պատերազմի առիթ դառնալ։ Իսկ որ երկրի բանակն է առհասարակ ավելի հզոր։ Դե երկու պետություններն էլ մտնում են մոլորակի ուժեղագույն բանակ ունեցող 6 պետությունների շարքին, բայց Հնդկաստանի զինուժը ավելի հզոր է, որոշ չափանիշներով մի քանի անգամ ավելի հզոր։ Օրինակ, ռազմական բյուջեն Հնդկաստանի 10 անգամ ավելի մեծ է, քան Պակիստանի ռազմական բյուջետը։ Հնդկաստանում 75 միլիարդ դոլար, Պակիստանում 7.6 միլիարդ։ Ինչ վերաբերում է քանակի, եւս գերազանցում է Հնդկաստանը գրեթե 3 անգամ։ 1.5 միլիոն զինվոր ունի իր բանակում Հնդկաստանը, 654,000 զինվոր Պակիստանը։ 2 անգամ ավելի շատ ինքնաթիռ ունի Հնդկաստանը, մոտ 2 անգամ ավելի շատ տանկ։ Բայց օրինակ հրթիռային համակարգերը Պակիստանի մոտ ավելի շատ են։ Դե իսկ ամենագլխավորը դա իհարկե միջուկային մարտագլխիկների քանակն է, ահա այստեղ գրեթե հավասար են։ Բաց աղբյուրներից ստացված տեղեկությունը, եթե որպես հիմք ընդունենք, ուրեմն պետք է արձանագրենք,
արձանագրենք, որ 180 մարտագլխիկ միջուկային ունի Հնդկաստանը, 170 Պակիստանը։ Ինչ մոտեցումներ ունեն աշխարհի գերտերությունները։ Միացյալ Նահանգները անուղղակի կերպով աջակցում են Հնդկաստանին, դե պարզ է դրա միջոցով փորձում են բալանսավորել եւ զսպել Չինաստանի աճող ազդեցությունը։ Ռուսաստանը նույնպես Հնդկաստանին է դաշնակից համարում, իդեպ Նարենդրա Մոդին պետք է մայիսի 9-ին հաղթանակի այդ շքերթին լիներ Մոսկվայում, սակայն այսօր պարզ դարձավ, որ չի մեկնի Ռուսաստան այս ստեղծված իրավիճակի պատճառով։ Ինչ վերաբերում է Չինաստանի, ապա Պեկինը գրեթե բացահայտ աջակցում է Պակիստանին, եւ պատճառներից մեկը այն է, որ Հնդկաստանի ունի որոշ տարածքային վեճեր սահմանի որոշ հատվածներում, դե իսկ ամենագլխավորը այն է, որ Հնդկաստանը տարածաշրջանում Չինաստանի թիվ 1 մրցակիցն է եւ աշխարհում գլոբալ իմաստով աճող մեծագույն տնտեսություն է եւ Չինաստանը իհարկե կշահի, եթե այս պատերազմը այսպես գլոբալ դառնա եւ Հնդկաստանը զբաղված լինի իր հարևանի հետ ռազմական գործողություններով։ Բացի այդ, որոշ փորձագետներ կարծում են, որ եթե Պակիստանի եւ Հնդկաստանի միջև լայնամասշտաբ պատերազմ սկսվի, Չինաստանը կարող է օգտագործել այդ հնարավորությունը եւ հարձակվել Թայվանի վրա, վերջնականապես Թայվանը իրեն միացնելու համար։ Ամեն դեպքում մեզ համար, Հայաստանի համար սա վտանգավոր զարգացում է, քանի որ ել ավելի լուրջ է դարձնում ուժեղի իրավունքը եւ ել ավելի է նվազում միջազգային իրավունքի դերն ու նշանակությունը։ Այս պատերազմը, եթե այն իսկապես 24 ժամվա ընթացքում սկսվի, ինչպես կանխատեսվում է, կարող է ազդակ դառնալ բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ուժի միջոցով լուծել տարածքային խնդիրները։ Իսկ գիտենք, որ Ադրբեջանը հենց այդ պետությունների շարքին է դասվում։ Արդյոք ստեղծված պայմաններում Հայաստանը ինչ դիրքորոշում կարող է ունենալ։ Դե մի կողմից Հնդկաստանն է մեր գործընկերը, մյուս կողմից մեր հակառակորդի դաշնակիցն է Պակիստանը, եւ Անկարան եւ Բաքուն բաց տեքստով աջակցում են Պակիստանին 2 օր առաջ եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հերրախոսազրույց են ունեցել իրենց պակիստանցի գործընկերոջ հետ, բնական է, որ Հնդկաստանի արտգործնախարարի հետ չեն խոսել նրանք, ըստ չհաստատված, բայց հավաստի տեղեկությունների մի քանի օր առաջ թուրքական զինուժին պատկանող 8 տրանսպորտային ինքնաթիռ վայրեջք են կատարել Իսլամաբադում եւ բերել են հրթիռներ եւ տարբեր այլ զինտեխնիկա։ Իդեպ նաեւ ադրբեջանցի փորձագետ Ֆարհադ Մամեդովը հաստատել է իր տեղեկությունների համաձայն, որ Իսլամաբադում են գտնվում թուրք խորհրդատուները, ռազմական զինվորական մասնագետները, ովքեր օգնում են պակիստանցի գործընկերներին պատրաստվել ռազմական գործողությունների։ Ինչ վերաբերում է մեզ դաշնակից հանդիսացող Ֆրանսիային ու Իրանին, ապա նրանք նույնպես հակված են աջակցել Հնդկաստանին։ Օրերս հաստատվեց տեղեկությունն այն մասին, որ Ֆրանսիան Հնդկաստանին 26 կործանիչ է մատակարարելու, 7 միլիարդ դոլարից ավելին է այս գործարքը։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա փորձում է չեզոքություն դրսևորել եւ անգամ առաջարկել իր միջնորդական ծառայությունները, բայց իրականում գիտենք, որ Հնդկաստանը որոշ բավական լուրջ խնդիրներ ունի Պակիստանի հետ եւ փոխարենը ընդհանուր շահեր ունի Հնդկաստանի հետ։ Մի քանի օր տարի, այսինքն 2 տարի առաջ 24 թվականի հունվարին Պակիստանը ու Իրանը անգամ հարվածներով են փոխանակվել։ Իրանը առաջինը հարվածներ էր հասցրել Պակիստանի տարածքում գտնվող մի զինվորական հանգրվանի ուղղությամբ, որտեղ անջատողականների նախապատրաստման այսպես հանգրվան էր, նույնը արեց Պակիստանը Իրանի տարածքում եւ կողմերը բալանսավորում էին պատերազմի այդ եզրի վրա, բարեբախտաբար պատերազմի բանը չհասավ։ Ստեղծված պայմաններում Երևանը առայժմ լռում է, բայց դժվար թե հնարավոր լինի անվերջ լռել, ուշ թե շուտ մենք պետք է դրսևորենք ինչ-որ վերաբերմունք, իսկ վերաբերմունքը կարծում եմ կանխատեսելի է հաշվի առնելով այն, որ ինչպես ասացի, մի կողմից Հայաստանի գործընկերն է, մյուս կողմից Հայաստանի հակառակորդի դաշնակիցն է։ Շնորհակալություն, Արտем։
Հնարավոր է արդյոք խաղաղությունը Ուկրաինայում։ Միացյալ Նահանգների պաշտոնյաներն արդեն մի քանի անգամ զգուշացնում են, որ եթե Մոսկվան ու Կիևը պատերազմը դադարեցնելու առաջարկը չանեն, ապա Միացյալ Նահանգները հետ կկանգնի միջնորդությունից։ Ուկրաինայի թեման առանցքային է եղել նաև Դոնալդ Թրամփի պաշտոնավարման 100-օրն ամփոփող հարցազրույցում, որը նա տվել է ABC հեռուստաալիքին։ Դոնալդ Թրամփի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելուց հետո 100 օր է անցել, եւ այդ 100 օրերի ընթացքում քննարկված հարցը, որի ուղղությամբ ակտիվ քայլեր են արվել, Ուկրաինայի հակամարտությունն է։ Դեռ պաշտոնը ստանձնելուց առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե կարող է շատ կարճ ժամանակում կանգնեցնել պատերազմը։ Ժամանակը ցույց տվեց, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ։ Բայց որ ամերիկյան պատվիրակները ակտիվ հանդիպումներ են ունենում ռուս եւ ուկրաինացի գործընկերների հետ, արձանագրված փաստ է։ Վերլուծաբանները այս ամենին նույնիսկ անուն տվեցին՝ մաքոքային դիվանագիտություն։ Հիմա որքանով են կողմերը ցանկանում ավարտել պատերազմը։ Այս օրերին բազմաթիվ քննադատություններ հնչել են բոլոր կողմերի հասցեին։ Բայց Միացյալ Նահանգների նախագահին հասցեագրված ուղիղ հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է դադարեցնել պատերազմը, Թրամփը այսպես է պատասխանել. Կարծում եմ, այո։ Ապա այս միտքը շարունակելով Թրամփը ընդգծել է իր դերը այս գործընթացում։ Եթե իմ ազդեցությունը չլիներ, նա հնարավոր է փորձեր գրավել ամբողջ Ուկրաինան։ Ընթացող քայլերին զուգահեռ վերջին շրջանում Ռուսաստանն ու Ուկրաինան ակտիվացրին գործողությունները ռազմական ճակատում։ Ռուսական կողմը հրթիռային հարձակումներ իրականացրեց։ Պատասխան գործողություններ իրականացրեց նաև ուկրաինական կողմը։ Ու չնայած հրթիռային այդ հարձակումներին, Թրամփը գոնե հրապարակային այս խոսքում Ռուսաստանի հարցում լավատեսություն է հայտնում։ Ես հավանություն չեմ տալիս վերջին հրթիռային հարվածներին, դրանք խաղաղություն չեն նշանակում, բայց ես կարծում եմ, որ նա իրականում ցանկանում է ավարտել պատերազմը խաղաղ ճանապարհով։ Ոչ միայն Դոնալդ Թրամփը, այլև պետքարտուղարն ու Միացյալ Նահանգների այլ պաշտոնյաներ բազմիցս զգուշացրել են կողմերին, որ եթե նրանք պատերազմը դադարեցնելու առաջարկներ չանեն, ապա Միացյալ Նահանգները կհրաժարվի միջնորդությունից։ Հերթական անգամ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերը փոխանցել է պետքարտուղարության խոսնակը։ Այժմ մենք գտնվում ենք այն պահին, երբ երկու կողմերը պետք է կոնկրետ առաջարկներ ներկայացնեն, թե ինչպես վերջ տալ հակամարտությանը, թե ինչպես ենք մենք այստեղից շարժվելու, այժմ նախագահի որոշումն է։ Եթե առաջընթաց չլինի, մենք որպես գործընթացի միջնորդներ նահանջելու ենք։ 100 օրը ամփոփող մեկ այլ հարցազրույցում Դոնալդ Թրամփը ասել է, թե ուկրաինական հակամարտությունը վերջնական փուլում է։ Մենք մոտ մեկ շաբաթից կհետևենք իրադարձությունների զարգացմանը։ Մենք գտնվում ենք վերջին փուլում եւ կրկին, սա Բայդենի պատերազմն է։ Ես չեմ ուզում դրա պատասխանատվությունը կրել։ Բայց թե ինչ զարգացումների մասին է խոսքը, Դոնալդ Թրամփը չի մանրամասնել։ Քրիստիան Լագուլյան, Հորիզոն։ Հունգարիան որոշել է դադարեցնել միջազգային քրեական դատարանին անդամակցությունը, կառավարության որոշումը հաստատել է երկրի խորհրդարանը։ Երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն քրեական դատարանը անվանել է քաղաքականացված հաստատություն եւ նշել, որ իրենք չեն ցանկանում լինել դրա մաս։ Կառավարությունն այդ որոշման մասին հայտնել էր այս ամսվա սկզբին, երբ Բուդապեշտ էր ժամանել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որին ձերբակալելու օրդեր է տրվել միջազգային քրեական դատարանի կողմից։ Ըստ կարգի Բուդապեշտը պարտավոր էր կատարել դատարանի որոշումն ու ձերբակալել Նեթանյահուին, սակայն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն անձամբ երաշխավորել էր, որ Իսրայելի վարչապետը իր երկրում չի ձերբակալվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանին Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ։ Այս դժվարին պահին մեր զորակցության եւ համերաշխության խոսքերն են հղում ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին, շուտ ապույտ ապակինում մաղթելով բոլոր վիրավորների, նշված է Իրանի հոգեվոր առաջնորդին ուղղված հեռագրում։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին Հորիզոնի գլխավոր թողարկմանը առայժմ։